Լեննագանի բարբարով խոսելը պարտադիր է։ Չէ։ Ես կռնամ։ Մենք вообще-то գրական խոսանք, գրական հայերեն։ Ես կռնամ, ես։ Այդ գրական չէ։ Ադի գրական չէ։ Hey, Hey, this is the first Armenian podcast-ը Samsa։ եւ Ջինը։ Այսօր first Armenian podcast-ում հյուրընկալել ենք առաջի հյուրին Լուսին Բիճակչյան, անստարագիր երիտասարդական կազմակերպությունից։ Բարև ձեզ երեխեք։ Մի երկու բառով ներկայացնեմ, որտեղից գիտեմ Լուսին։ Մենք ընդհանուր ընկերուհի ունենք, որը մեզ ծանոթացել է մոտավորապես մի 2 տարի առաջ, չէ՞։ Ու Լուսին այն մարդկանցից է, ում հետ որ միանգամից մոտիկանում ես ու միանգամից ընկերություն ա լինում։ Հա, ու որոշեցինք Լուսին հրավիրել ու խոսանք մի քիչ Լուսին պատմի ինչով է զբաղվում անստարագրի մասին։ Ինչպես նշեց Սամսը, ես Լուսին եմ, անստարագիր երիտասարդական կազմակերպության հիմնադիրն եմ։ Նախ շնորհակալ եմ երեխեք, որ ես պատվին եք ինձ արժանացրել, որ ես ձեր առաջինն եմ իմիջիալոց, մեր վերջին պրոյեկտը, my first time, հենց տենց էլ կոչվում է, իմ առաջին անգամը։ Ես մի ձև ձեզ կընդգրկեմ այդ պրոյեկտում, ինչ-որ ձևով։ Պատմեմ ինչա անստորագիրը, ոնց է սկսել, ինչ ենք, ինչի համար ենք։ Անստորագիրը սկսել եմ մոտավորապես 7 ամիս առաջ, որպես բլոգ, ընդհանրապես բլոգ էր Tumblr-ում։ Tumblr-ը այն պլատֆորմաներից է հիմա Հայաստանում, որը այդքան էլ զարգացած չի։ Մտածեցի, որ հենց այդ հարթակն է մեզ պետք, ու ես կարծեցի, որ հայ օգտատերների համար ավելի լավ կլինի, որովհետև հենց պլատֆորման կզարգանա Հայաստանում։ Անստորագիրը սկսեց որպես բլոգ, որը քաջարում էր երիտասարդների խոսքի ազատությունը, քաղաքացիական կյանքում իրենց դերը ցուցաբերելը, ինչ որ ձև դա կապելով արվեստի հետ։ Մեր բլոգի հենց հիմնական մասը այն էր, որ դու ինչ ուզես, ինչ տեսքով ուզես, կլինի ֆոտո, կլինի տեքստ, ինչ-որ հոդված, կլինի ուղղակի միտք, զառանցանք, կարող ես ուղարկել մեզ, ու մենք ուղղակի կդնենք այդ մեր բլոգում, բայց այլևս մենք դուրս եկանք Tumblr-ից ու հիմա մենք ունենք մեր վեբ կայքը anstaraagir.com։ Բոլոր լինքերը կդնենք ներքևում, կարող եք իրենց գտնել ոչ միայն կայքում, այլ նաև Instagram-ում, Facebook-ում, Twitter-ում ու մնացած բոլոր հարթակներում։ Մինչև հիմա ձեր թիրախային խումբը ոնց հասկացանք երիտասարդություն է եղել։ Այո, մեզ կարդում են նաև 30-ից բարձր, 40-ից բարձր մարդիկ, բայց այն մարդիկ, ովքեր իրականում մեզ ուղարկում են իրենց հոդվածները, իրենց մտքերը, իհարկե երիտասարդներն են։ Իսկ հիմնական շեշտը որ լեզվի վրա եք դրել, հայերեն, անգլերեն, թե ընդհանրապես տարբերություն չկա։ Ընդհանրապես բացարձակ խտրականություն չի դրվում։ Մենք ունենք թե ռուսերեն, թե անգլերեն, թե հայերեն հոդվածներ։ Իսկ դուք ինքներդ ինչ-որ որոնում պեղում անում եք, ինչ-որ հետաքրքիր բաներ գտնելու ու տեղադրելու։ Երբեմն այո, եթե ինչ-որ հետաքրքիր բան ենք տեսնում, որը իրապես պետք է մեր կայքին ու իրապես ինչ-որ նենց հավես բան է, որ հա ուզում ենք, որ բոլորը տեսնեն, անում ենք, բայց մեր հիմնական փիլիսոփայությունն է նա, որ դու պետք է սկսես այդ քաղաքացիական փոփոխությունը, եթե դու իրապես ուզում ես ինչ-որ բան անես, քո արվեստի կամ քո մտքերի շնորհիվ, դու պետք է ինքդ անես այդ առաջին քայլը։ Ու դրա համար մենք սպասում ենք մարդկանցից իրենց պրոյեկտների, proposal-ները ու իրենց հոդվածների submission-ները։ Քանի հետևորդ ունեք 114, իսկ կայքը երևի թե ավելի շատ, չէ՞ արդեն։ 114 հետևորդ ունենք մենք ընդամենը 3 օր թե 2 օր առաջ, հիմա մենք ունենք արդեն 120, դրա համար էս թիվը Podcast-ից հետո ավելի շատ կունենանք։ հուսանք։ Վեբսայթն ավելի շատ հետևորդ ունի ու վեբսայթն ավելի user friendly է, չէ՞, դա բառը։ Մարդիկ ավելի հաճույքով գնում են վեբսայթը, քան Tumblr։ Ես իմ փորձը ասեմ անստարագրի հետ, որ գնացել էի Պրագա, այնտեղ հավես նկարներ էի արել։ Այդ նկարները բացի իմ Flickr account-ից նաև դրվեց անստարագրում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ Flickr-ը չեն տեսել, անստարագրի միջոցով տեսան իմ արած նկարները, որ համ ինձ էր օգուտ, համ էլ անստարագրին շատ լավ հարթակ է, կարող ես տարածել, եթե նույնիսկ ունես ինչ-որ քո անձնական Flickr-ը կամ Twitter-ը կամ Instagram-ը, որտեղ որ share ես անում, դրա համար անստարագրին էլ շատ լավ հարթակ է այդ ամեն ինչը այդտեղ էլ տեղադրելու համար։ Նախ Samsung մեր առաջին submission-ներից ա եղել, առաջին ֆոտոներից ա եղել, որ դրվել է մեր Art Studio բաժնում, ու մինչև հիմա էլ իր ֆոտոները ընդեղ են, բոլորդ կարող եք մտնել ու տեսնել, ես շատ եմ սիրում իր ֆոտոները։
Բացի նրանից, որ Սամսը պրոֆեսիոնալ է կամ Սամսը արդեն գիտի ինչ անում ու երկար ժամանակ փորձ ունի, մեր մոտ կան ուղղակի Instagram-ի սելֆիներ, որոնք ինչ որ տեսակի արվեստագիտական գին ունեն, այսինքն ինչ որ ձևով արվեստի գործ են, որտեվ մեր կարծիքով արվեստը սահմաններ չի ճանաչում ու եթե ինչ-որ մեկի կարծիքով իսկապես կշիռ ունի արվեստագիտական այդ գործը, ուրեմն անպայման տեղ կգտնի մեր վեբկայքում։ Ես ասեմ ինչի մեզ նաև հետաքրքիր է անստորագիրը, որովհետև բացի վիզուալ կոնտենտից նաև ես դեռ մոտ տեսել եմ աուդիո կոնտենտ Մեր սեքշններից մեկն է, որը վրա մենք հենց հիմա աշխատում ենք, որը տեղ կգտնի YouTube-ում, կոչվում է Բոսանք քաղաքով։ Իմաստն այն է, որ մենք հիմնականում մի քանի հոգով ինչ որ մի զրույցի ենք բռնվում Երևանի մի ծայրից մյուս ծայրը ու ուղղակի խոսում ենք ինչ որ թեմայի շուրջ, ու այդ ամեն ինչը ձայնագրվում է ու հետո տեղ է գտնում վեբկայքում։ Պարտադիր է այն պայմանը, որ մենք պետք է քայլենք այդ ընթացքում ու պարտադիր է, որ դուք հետո տեսնեք, թե որտեղից որտեղ ենք քայլել։ Ես գիտեմ, որ դուք անստորագրավ նաև այցելել եք շրջաններ, ինչ որ ծրագրեր եք արել երեխեքի համար, մի քիչ կպատմես։ Իհարկե, ուրեմն այն խնդիրներից, որ Հայաստանը հիմա ունի, երիտասարդության կրթումն է, ու մեր համար էլ է մեծ խնդիր, ու մենք ուզում ենք ինչ-որ ձևով օգնած լինենք։ Մենք ունենք պրոֆեսիոնալ լուսանկարիչներ մեր թիմում, մենք ունենք երկար տարիների փորձ ունեցող խոսնակներ, անգլերենի մասնագետներ, որոնք կամավորապես որոշեցին, որ մեզ կօգնեն ու մենք կգնանք շրջաններ ինչ-որ հարցով երեխեքին օգնելու։ Ծաղկաձոր էինք այցելել մի քանի ամիս առաջ։ Ճամբարյանը կոչվում էր The Leader in Me ու մենք public speaking-ի մասին դաս անցկացրեցինք եւ նաեւ photography-ի մասին եւ այլն շատ հավես անցավ։ Երեխեքը դրանից հետո մեր hashtag-ը շատ մեծ տարածում ունեցավ Instagram-ում, շատ հավես էր ու երեխեքն էլ ընդամենը եւի 10-ից 15 տարեկան էին։ Ծաղկաձորից հետո մենք այցելել ենք Արմավիր, Մարտամեջին, շատ էր մեծ դուր եկել այդ անունը, ասացինք հաստատ գնում ենք։ Հա, այս տարվա մարտամեջին անստորագիրն եղել է իմ թիմի անդամներից Վարդանը եւ Լիլիթը իրանց խումբը հաղթեց, կարողացան երեխեքին օգնել, որ իրենց պրոյեկտը ստանա այդ հովանավորությունը։ Իսկ կուզենայի իմանալ, երբևէ եղել է ինչ-որ submission, որ դուք նշել եք։ Ասենք абսուրդային ինչ-որ կոնտենտ։ Ասեմ, ինչպես նշեցի, իմաստը ինչի ենք ստեղծել անստորագիրը, որ մարդիկ կարողանան ասեն այն ինչ մտածում են։ Վերջերս մենք ստացել ենք մի submission, որը կոչվում էր երկու խոսք Լուսի Բիչախչյանի մասին։ Այսինքն քո մասին։ Այո, այսինքն իմ մասին շատ կոնստրուկտիվ կրիտիցիզմ էր, ես ընդունում եմ այդ քննադատությունը ու վերջում գրված էր գիտեմ, որ այս չեք դնելու, որտեվ ես ձեզ ձեռ չի տալիս։ Իհարկե դրեցինք, որովհետև հենց դրա համար է անստորագիրը, որ մարդիկ կարողանան ասեն այն, ինչ իրանք մտածում են, բայց a few words of vocation չված մենք որոշել ենք, որ anti-bullying campaign ենք արելու, որը կկոչվի a few words։ Մի խոսքով շնորհակալություն եմ հայտնում այս մարդուց։ Ու ինքը տակը ստորագրել էր մարդատյաց, եթե դու ինձ լսում ես, ես շատ շնորհակալ եմ, որովհետև ինձ թվում է, այս մեր պրոյեկտը շատ փոփոխություններ է մտցնելու ու քո հարցին պատասխանելով չէ, տենց post դեռևս չի եղել։ Ինչքան ես հասկանում եմ, այս պրոյեկտը ինքնաբուխ արված ինչ-որ մի բան է, առանց որևէ հովանավորության եւ միջոցների, ինչպես First Armenian podcast։ Ու ես կուզենայի իմանալ, թե հենց սկզբից ինչ ոգևորվածությամբ որ սկսել եք, այդ ոգևորվածությունը առանց շահույթի, առանց եկամտի աշխատելու առումով, արդյոք չի նվազել, ինչ խնդիրների առաջ եք կանգնելու, ինչպես եք դրանք հաղթահարել։ Սկսել ենք 0 դրամից, շարունակում ենք դեռևս 0 դրամով։ Գումարը առաջին միտքը չի եղել։ Երբ որ մենք սկսել ենք անստորագիրը, չի էլ լինելու իմ կարծիքով։ Մոտակա ժամանակ հաստատ չի լինի գումարը ինչ որ խնդիր, որովհետև ես աշխատում եմ, ես ունեմ մի թիմ, որը կանգնած է կամավորական կերպով, բոլորը միշտ պատրաստ են։ Այստեղ հիմջալոց Գյումրի եկել եմ իմ ամենամտերիմ երկու մարդկանց հետ, Լուսինեի եւ Լիլիթի հետ, որոնք երբեք հարցի տակ չեն դնում այն փաստը, երբ որ գալիս է անստորագիրին ու ինչ անենք, հաստատ լավ բան լինելու։ Միշտ հնարավոր է կողքից ինչ-որ, եթե խնդիրներ կան, ռեսուրսներ գտնել, սրտացավ մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ու երևի թե ամենակարևոր կետը այստեղ այն է, որ երբ որ հովանավոր, ինչ-որ բիզնես պլան, ինչ-որ մարդիկ, ովքեր քեզ ղեկավարում են, երբ որ այդ ստրուկտուրաները չկան, դու ավելի մեծ տարածք ունես ստեղծագործելու ու լիքը տարբեր ճյուղավորումներով տանելու քո ծրագիրը։ Ստեղծագործական ազատությունը ամենակարևորն է, որ կարողանաս ինչ-որ ռամկաների մեջ չլինել։ Երեք դուք հիմա էլի խոսում եք նենց ոնց որ
դե բաներ էլի որոշեցինք, նստեցինք, արեցինք, բայց ես համոզված եմ, որ ձեր ոդքասթը նույնպես ինչ որ դրական ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր անգամ մի անգամ նայում են այդ 10 րոպե, լսում են այդ 10 րոպեանոց աուդիոն ու դուք մտածում եք, որ դե մեր համար նստած ենք, բայց հաստատ այդ ձեր համար նստած լինելը ավելի շատ ինչ որ բան է բերում, քան այն մարդիկ, ովքեր նստում տառապում են, no offense, քան այն մարդիկ, ովքեր նստում տառապում են իրենց բիզնես պլանների վրա, իրենց բյուջեների եւ այլնի։ Այդ անկեղծությունն է, էլի, որ գրավում է մարդկանց, ինչքան անկեղծ եղար, այդքան մարդ կտեսնի, մարդիկ հիմար չեն, էլի հասկանում են ինչն է անկեղծ, ինչը անկեղծ չի։ Բացի դրանից, օրինակ մեր First Armenian podcast-ի հենց սկզբի podcast-ից մինչև այսօր արդեն 10-րդն ենք ձայնագրում, այնքան բան ենք սովորել, մենք ինքներս, ասենք որ թեմայից ենք խոսում, մի հատ արագ search ենք անում, լիքը բան ենք սովորում, նախ տեխնիկայի հետ կապված լիքը բաներ։ Ես դառել եմ զվուկավիկ մի ամսում։ Մի րոպե երեխեք, ուզում եք ասեք այսօր հոբելյանական է։ 10-րդ։ Շնորհավորում եմ երեխեք։ Մերսի։ Այդ սկիլերի առումով էլ հաստատ դու էլ ինչ որ նոր բաներ չես սովորում։ Ուրեմն պրոյեկտի հիմնական կետերից մեկը այն էր, որ մեր մոտ պետք է գան երիտասարդներ, ովքեր ինչ որ տեսակի պրոֆեսիոնալ կարողություններ ունեն, բայց երբեք փորձ չեն ունեցել։ Օրինակ, Լիլիթ Այվազյանի առաջին ֆոտոշութը, որի էդիթինգն արել է Սամսը, իմիջիալը շնորհակալ եմ Սամս ջան, ես քո համար նվեր ունեմ, գիրք։ Լիլիթը ահագին բան գիտեր լուսանկարչության մասին, բայց կյանքում չէր արել ֆոտոշութ, ու ընդհանրապես մոդելների հետ չէր աշխատել, ու ես մտածեցի, որ հենց այդ է մեր պրոյեկտը, այսինքն այն երիտասարդները, ովքեր գնում են աշխատանքի ընդունելության ու իրանց ասում են, ուր է քո փորձը, բայց ես չեմ կարող փորձ ունենամ, որովհետև ես սովորում եմ ու նոր եմ ավարտում, ու դու պետք է ինձ գործի ընդունես, որ ես կարողանամ այդ փորձ ունենամ։ Դրա համար անստորագիրի հենց այդ առաջին օբյեկտիվներից էր այդ փաստը, որ եկեք երիտասարդներին տանք փորձ։ Իհարկե մի քիչ ծեղմում է այս շրջանակը, որովհետև բժշկության ոլորտում չունենք ցավոք այս պահին անստորագիրում ինչ որ տեսակի փորձի հնարավորություն, բայց ունենք մեդիայի, լուսանկարչության եւ communications-ի հաղորդակցության հետ կապված փորձ։ Դրա համար երիտասարդները, ովքեր ուզում են փորձ ունենալ, կարող են դիմել մեզ, մենք կաշխատենք անել այն ինչ հնարավոր է, ու պատասխանելով քո հարցին, այս ընթացքում ես այնքան բան եմ սովորել, շատ ես փոխվել եմ որպես մարդ, զարգացել եմ ու ուղղակի ուրախ եմ, որ անքուն գիշերներ եմ անցկացրել այս պրոյեկտի համար։ Հիմա էլ անքուն գիշերից եմ վերադառնում։ Ու շատ դժվար է, մի կերպ եմ խոսում։ Նոր դվայնայ կոֆե խմեցինք։ Շնորհակալ եմ ջինջան։ Իսկապես այն հոգնածությունն է, որ հաճույք է ստանում։ Շատ ուրախ եմ, որ ձեր նման մարդիկ ինձ այսօր հնարավորություն են տվել խոսելու ու ավելի զարգացնելու այս պրոյեկտը։ Համել ոնց ասում են sharing is caring։ Եթե ինչ-որ skill ունես կամ ինչ-որ հարթակ ունես, որ կարող ես դրական ազդեցություն թողնել հասարակության վրա, միշտ պետք է կիսվել դրանով։ Լուսի մեզ պատմի նաև առաջիկա այդ պրոյեկտների մասին։ Ինչպես նշեցի, my first time-ը, Լիլիթ Այվազյան's first time մեր ֆոտոշութ է, որը շատ հիանալի կոնցեպտ է, խնդրում եմ բոլորդ նայեք, իսկապես լավ ֆոտոշութ է։ Այս պահին աշխատում ենք Էլեգանտ Մուրացկան պրոյեկտի վրա, որը Instagram-ում ֆոտոբլոգ է։ Էլեգանտ Մուրացկանը մի կերպար է, որը ճանապարհորդում է աշխարհով մեկ ֆոտոներ անելով։ Էլեգանտ Մուրացկանի միտքը ծագել է միամիտ, բոլորից մոտ ինչ որ խոսակցություններ տեսքի, մարդկանց դրսից նայելու, մարդկանց ներքինի հետ համեմատելու հետ կապված, մենք մտածեցինք, որ մուրացկաններն էլ կարող են լինել էլեգանտ, քո տեսքը ընդհանրապես կապ չունի քո ներքինի հետ։ Ուրեմն էլեգանտ մուրացկանը իմ հպարտություններից մեկն է, ես շատ եմ սիրում իրան։ Էլեգանտ մուրացկանը աղջիկ է թե տղա։ Էլեգանտ մուրացկանը չունի ոչ սեր, ոչ գենդեր, էլեգանտ մուրացկանը։ Այո, էլեգանտ մուրացկանը բոլորին սիրում է նույն ձև։ Մեկ էլ մի հատ կարևոր բան կա էլեգանտ մուրացկանի հետ կապված, որը շուտով տեղի է ունենալու։ Մենք նոր խոսում ենք դրա մասին, clothing drive, այսինքն հագուստի փոխանակում, բայց սրանք այն տիպի հագուստներ են, որոնք միայն էլեգանտ մուրացկանները կարող են կրել։ Շուտով, եթե մեզ հետևեք, կիմանաք ոնց, որտեղ, ոնց ենք հավաքվելու, ինչ է կատարվելու, շատ հավես է լինելու։ Մանրամասները չասենք, բայց ես հաստատ կմասնակցեի։ Երևանում ու կարծիքով նման բան չի եղել։ Բացարձակ մենք առաջինն ենք։ Հաջորդ պրոյեկտի մասին որ ուզում եմ խոսել, որը շատ կարևոր է ինձ համար, որտեղ իմ ընկերներից մեկի հետ եմ անում, Դավիթի, ինչ որ փսիխադելիկ, ինչ որ sense մոնոլոգային, ինչ որ արտիստիկ բան է լինելու, որին անգամ ես չէի սպասում, որ նմանատիպ բան է լինելու, բայց ընկերներիցս մեկը ասեց՝ «Լուս, նմանատիպ միտք ունեմ»։ Ես ասեցի՝ «Արի անենք»։
այս պրոյեկտի հիմնական պլատֆորման լինելու է մեր YouTube-ի ալիքը, որը հիմա բացարձակ չի աշխատում, բայց այդ ինչ որ միտք կա դրա մեջ, որ ինքը բացարձակ չի աշխատում, որտեղ հաստատ շուտով բում է լինելու ու բոլորիդ սպասում ենք մեր ալիքում հետևեք։ Եվ ամփոփենք, շատ շնորհակալություն, որ եկար, համաձայնվեցիր ու հետաքրքիր զրույց ունեցանք ու բարի գալուս Գյումրի, հեսա կգնանք Լուսին շատ ասում մեր մանկության տանգո ֆիլմը, կտանենք ցույց կտանք բալկոնը, մեր մանկության տանգոից որ ընդհանրապես Գյումրին ցույց կտանք։ Անստորագրին մաղթում եմ ոչ թե առանց խոչընդոտների ճանապարհ, այլ այնպիսի խոչընդոտների, որոնք հաղթահարելը ձեզ ավելի կզարգացնի ու ճյուղավորումները շատ տարբեր կլինեն, այսինքն պրոյեկտների առումով տարբեր ոլորտներ մուտք գործեք ու մուրացկանն էլ կբարևեսի։ Անպայման Աղկեք զարգանակ։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ երեխեք, իսկապես շատ հաճելի էր։ Ուզում եմ ձեզ էլ մաղթեմ, որ ողջունում եմ ձեր հաղորդաշարը, մաղթում եմ թից, ուզում եմ, ու մեկ էլ ուզում եմ բարևեմ մամայիս։ Այդ միշտ անում եմ էլի, որտեղ էլ լինեմ կապ չունի։ Բարև, մամա։ Մենք էլ բարև Լուսի մամա։ Ու ընդհանրապես եկեք բարևենք բոլոր մամաներին։ Հիշեցնեմ, որ մեր կայքում մենք կունենանք հոդված, նաև YouTube-ի այս ոդքասթի լինկով։ Այդ հոդվածում կլինի ամբողջ ինֆորմացիան, բոլոր լինքերը եւ կոնտակտային տվյալները, ինչպես կարող եք գտնել անստորագրին, ու հուսով ենք ինֆորմատիվ եղավ։ Շնորհակալություն տեսնելու համար։ Մերսի, որ լսեցիք, մինչ նոր ոդքասթ։ Բայ։ Ցա։ Ստե կաճո։ Գիտես ինչի հիշեց։